Վերսկսում ենք խաղալ մաֆիայի 4-րդ մասը, որը կոչվում է Mafia The Old Country։ Ձեզանից շատերը երևի թե խաղացած կլինեն մաֆիայի առաջին մասը և ռեյտինգով ամենաբարձրը առայժմ շարունակում է մնալ մաֆիայի առաջին հատվածը։ Չնայած մաֆիայի 4-րդ մասը, որը կոչվում է Mafia The Old Country, ես կասեի, որ բավականին լավ սցենար ուներ, բավականին հետաքրքիր խաղ էր, ճիշտ է իմ կարծիքով այնուամենայնիվ մաֆիայի առաջին հատվածին, այսինքն մաֆիա 1-ին չի հասնի, բայց շատ մոտիկ էր նրան։ Սկիզբը այդքան էլ հետաքրքիր չի, բայց սկզբից հետո բավականին հետաքրքրանում է։ Գնում ենք 1904 թիվ։ Много времени прошло, Энцо. Нас хватится. Идем. Մեր գլխավոր հերոսի անունը Էնզո է, նրան տվել են ստրկության, նրա հայրը փողի դիմաց և Էնզոն հայտնվել է ստրկության մեջ մաֆիոզ կլաններից մեկի ձեռքում։ Սկիզբը կարելի ասել ընդհանրապես մաֆիա խաղի նման չէ, բայց А что, если его уже завалило? Тогда откопаем. Я не собираюсь оставлять его здесь. Главное, побыстрее. Если нас тут увидят, проблем не оберемся. Да плевать. Если еще раз тряхнет, нас тоже тут завалит. Բայց ընթացքում խաղը բավականին հետաքրքրանում է։ Միայն այս սկզբի 1-2 էպիզոդը շատ անհետաքրքիր են, ես նույնպես խաղը որ սկսեցի խաղալ, ինձ թվաց թե անհետաքրքիր է լինելու, դե հիշում ենք մաֆիայի 3-րդ հատվածը, որը բավականին բոլոր մաֆիաների միջից ամենացածը ռեյտինգ ունեցավ հենց մաֆիա 3-ը, նույնիսկ ամբողջ ես սիրահար եմ մաֆիա խաղերի, Տաղ, այժմ նայենք այդ հատվածը։ Давай, доставай. Есть. Ինչ-որ փող են հավաքել։ Возьмешь с собой? Нет. Դա եղել է Էնզոյի մոտ, երբ նրան տվել են ստրկության, այսինքն նրա հորից հիշատակ է, այսպես ասած։ Что это была за дурацкая игрушка? Она была при мне, когда я сюда попал. Мне ее оставил отец. Как трогательно. Надеюсь, выйдем в безлюдном месте. Нельзя, чтобы нас застукали с такой ношей. Ты, главное, не нарывайся на проблемы. Сумеешь? Стромсо, тебя прикрывать проблем не оберешься. А ты поговоришь с отцом, когда выберешься? С ублюдком, который продал меня сюда за долги, если встречу его, просто убью. Իմիջիալուց եթե ուշադրություն եք դարձնում, մենք այստեղ տեղափոխվեցինք 1904 թիվ, որը բոլոր 4 մաֆիաների միջից, այսինքն առաջինից, երկրորդից, երրորդից ամենահին ժամանակահատվածն են գնում այս 4-րդում ենք, Люди на все готовы. որը կոչվում է Mafia The Old Country։ Не давай никому повода к тебе прицепиться, хорошо? Խորտ կտայի խաղալ, շատ հետաքրքիր խաղ է, իմ դուրը շատ եկավ։ С Вачиато. Эль Мерло приехал. Попробуй с ним так переговорить.
իր У тебя в корзине почти ատմոսֆերան, իր ընդհանուր մթնոլորտը նույնպես շատ մոտիկացած է առաջինին, իսկ ովքեր խաղացել են Смена առաջի давно հատվածը, кончилась. Жена будет ждать. հիշում են, թե ինչպիսի տպավորություն ստեղծեց Մաֆիա 1-ը։ Դե արդեն դուս երևի թե ով խաղացել է Մաֆիա 1-ը, նայ խաղացած կլինի։ Լավ, այս նայենք այս հատվածը, Անով ինչ է վստահай։ կատարվում։ Тащи это наверх. Сеньоры, моя нога! Я не могу! Что? Я не могу! Ты можешь все, что я скажу. Я подниму. Уведи его. Если он совсем плох, скажи ветеринару. Пусть его усыпит. Сунешь нос снова куда не следует, я его тебе отрежу. Ясно? Թե Մաֆիայի այս 4-րդ հատվածի եւ թե առաջի հատվածի, այսինքն 1930-ականներ, 1900-ի սկիզբ այդ ժամանակահատվածը կարծես եղել է Մաֆիայի զարգացման ժամանակահատված եւ այդտեղ Всех собак այդ ժամանակահատվածներում մարդն это, շատ по-твоему, не нарываться? ակտիվ է Надо было եղել։ заступиться. А за тебя заступались? Мы же Իջայլը собираемся սա ինչ որ свалить, не ոսկու подставляй нас. հանք է, որտեղ այսպես ասած Что, որոշ парни, մարդկանց, Ты же нас որոնք знаешь, գտնվում են мы ստրուկի трудимся на совесть. կարգավիճակում, նրանց ստիպում են այստեղ աշխատել, ինչպիսին օրինակ Էնզոն է, Чик печи. նրան վաճառել է իր հայրը։ Корзины сюда. Пора обедать. Есть хочешь? Спрашиваешь. Нечего тут стоять. Хорошо, что мы деньги достали, а? Тряхнуло бы снова, и их бы завалило с концами. А я говорил, при себе их носить опасно, но лучше так, чем остаться совсем без них. Бригаду Федерика отправили в один из новых Им штрафов. бы остановить работу и закрыть шахту. В любой момент может снова тряхнуть. Եթե ուշադրություն եք դարձնում դեմի հատվածում, դիմացի հատվածում, սարը կարծես թե հրաբուխի է նման։ Беспокоиться. Беспокоиться будем завтра. Пошли. Помолись Святой Воза- Варваре, если тебе от этого полегче. Որը առաջինը Все равно շատ требует ակտիվ չէ, выполнения բայց Սում այդ սխեցի։ հրաբուխը կակտիվանա խաղի վերջում, չմանրամասնեմ, որպեսզի ձեզ հետաքրքիր լինի, բայց այդ հրաբուխը խաղի վերջնահատվածում ակտիվանում է իր Только я ողջ выхожу հմայքով։ подышать, меня отправляют обратно. Молю тебя, защити нас от вулкана. Բոլորը շատ են վախենում այդ հրաբուխից, А, սակայն Игнаций որը еще не լինելու է свернул кухню. Посмотрим, что у него сегодня. խաղի վերջում իհարկե։ Դե ինչ, այսօր այսքանով ավարտենք, հետևեք մեզ, որպեսզի տեսնեք, թե ինչ տեղի կունենա հետագա արդեն էպիզոդներում։